որ քո սիրուց արտանամ ու նոր հասկանամ հեռու չեմ գնալ քո գրկից իմ սրտի տանիքն ես ու իմ տիստանիքն ես դու ինձ խոստակում ես քո սիրո ծովում իմ սրտի մետրոն ես դադեպի կենտրոն ես սիրուց օրորվում է ամեն մորորվում գնա գալիս եմ հետդ պանելու քո համբույրից է սիրտս վարվելու գնա գալիս եմ հետդ դուր ասես չունի աշխարհը մեզ համար քարտեզ Տեսեք, պատրաստեք երկելու հրազանցիներ Տրամադրությունը արդեն հրաշալի է Տեսնեք, որ տեսնեմ նայեմ հետևում կանգնած բոլոր մարդկանց Պատրաստեք երկելու Դե գնացինք, դուք եք երկում Գնա Ավելի Մի հատ են Գնա գալիս եմ հետդ պանելու քո համբույրից է սիրտս վարվելու գնա գալիս եմ հետդ դուր ասես չունի աշխարհը մեզ համար քարտեզ չունի աշխարհը մեզ համար քարտեզ չունի աշխարհը մեզ համար քարտեզ Ընտիր Գնա գալիս է Քո համբույրից է Գնա գալիս է Չէ Չունի աշխարհը Չէ Չունի աշխարհը Չէ, չգիտեք, չունի աշխարհը ձեզ նման հանդիսատես Շնորհակալ եմ շատ Ես այդտեղ տեսնում եմ շարժվող մարդիկ Ձեզ ողջունում եմ Այո, հենց ձեզ Չեք պատկերացնի ինչքան գեղեցիկ տեսարան է Գնացինք Տես ոտքերով խաչեմ ես դնում Գնում եմ երազի ճամփով գնում Սրտիս հեքիաթը ուղարկում եմ վեր Որ ցածիչնի դառնա երազում սեր Ձեռքդ դուր իմ աշխարհի ձեռքդ դուր հետս պարարի օրորի սիրտս օրորի տարից երազի ճամփեքով ու աստղերի սերս պատմելու էլ ոչ ոք
Yes Bare bare luin come se chiga Chi imana che cavale le vorna Ama cerchiga Bare luin vice plus se sole torna Bare luin come se chiga Chi imana che cavale le vorna Ama cerchiga Bare luin vice plus se sole torna Zerka turik mashkarari Zerka tur heta sparari Horori sita sorori Tarit Debi Հրաշալի է, ֆանտաստիկ եք դուք։ Ես ուզում եմ ձեզ հարցնել։ Ես ունեմ նոր երգ։ Ուզում եմ իմանամ ով է լսե այդ երգը։ Օ, երիտասարդները, ահա։ Խոսքը սերենադի մասին է, աջ կողմում։ Ահա, այստեղ։ Մի երգ, որը արդեն հասցրել է շատ սիրվել, ինչի համար ես շատ ուրախ եմ, ու այսօր չէի կարող այդ երգը ձեզ էլ չներկայացնել։ Եկեք լարենք գիթառները եւ լավ տրամադրություն ունենանք։ Պատրաստ եք։ Գնացինք։
Հրազանցիներ, ուժեղ եք, չէ՞։ Ձեզ համար եմ բերել հայ սիրտը երգը, որը մեր ուժեղ Հայաստանի հայ սիրտն է, որը բաբախելու է ամբողջ աշխարհում, ես ավելի քան վստահ եմ, ամեն ինչ լավ հիշում ենք, չէ, գիտենք, ձեռքերը վեր, գնացինք, հայ սիրտը պիտի բաբախի ամբողջ աշխարհում, ուժեղ Հայաստանի դրոշակները վեր, Ուժեղ Հայաստան Օրեր մատ հայ ծարը կամուտ շի օրովի Որ հավատ հայ բարը հաներ արևի Անդատար ես դարը հային չի խնայել Ծանրացած ես քարը ժամեք հայքայել Ես ողքիտ եմ ուժը հոգիտ է ել իմ Հայաստան Հայ սիրտեր էր բերում Քրիստոս մեր մեծ բացկարյուն է տղերքի հերոս Երազանք ու նպատակ պետք է պահենք ավապ Հայկական երկնքի տակ ես տեսնենք արցախ Ես ողքիտ եմ ուժը հոգիտ է ել իմ Հայաստան Հայ սիրտեր էր բերում վեր է ելնելու ուժ տա լույս տա մեզ վեր տանի Հայ սիրտեր Ձերքերը վերևում, հրազանցիներ, ուժեղ, Հայաստան Ես հոգիտ եմ, ուժը հոգիտ է, իմ Հայաստան Ուժեղ Հայաստան, ես ու դուք ես պահապան Հայ սիրտեր էր բերում, նոր է ելնելու Հրաշալի է, մենք հաչ տողմի զավակներն ենք, չէ? Ու հաստատ չենք վախի, ու ենպես պիտի անենք, որ ենպես պիտի ծեցենք, որ հիշեն, ուր հարսանիք, հրաշալի է։
Ասում եք տրամադրությունը ինչպես էր ստանում։ Հայաստանի երգն եմ ձեզ բերել։ Ուզում եմ, որ իսկապես լինենք առողջ, երջանիկ, խաղաղ եւ ուժեղ։ Դրամատրությունը արդեն կարծում եմ հրաշալի է, շարունակում ենք երգել ու պարել։ Հա! Հրազդանցիներ, պետք է լսեմ ձեր ծափահարությունները։ Ավելի, ավելի, ավելի։ Հա! Ես այսօր ուզում եմ մոռանալ, այս աշխարհում ամեն ինչ եմ ուզում եմ թողնել, հեռանալ, ու խենթանալ մի քիչ ու պարել ամբեր, սիրահարվել օրի եմ ուզում եմ շատ էլ հույսերը բարել
Իսկ հնարավոր է, որ ինչ որ տեղերում շուրջ պար բռնենք, որովհետև հայերը երբ որ հավաքվում են մի տեղում, պարում են ինչ, քոչարի, չենք ամաչում, ձեռքերը վեր, շուրջ պար, գնացինք, հայեր, չա, շարունակեք, որովհետև արդեն տաքացել ենք, հանինան ա գալիս, մի քիչ հեռվում կանգնած հայեր, կարող եմ տեսնել ձեր ձեռքերը վերևում, բոլորի, այստեղից ֆանտաստիկ երևում է ամեն ինչ, միասին, հաջորդ երկն էլ գիտեք, ավելի շատ դուք եք երկելու ու նաև պարեք, Peixeira, բաք եմ յարի սնշերը մի քիչ բարձրացեք որ լսենք ինչ ենք երգում շնորհակալ եմ ախ նինո ինձ նինոն ասավ չէ բայց ոնց որ դուք լավ եք քեֆի մեջ եք երաժշտություն չի լինում, հրաշալի երգում եք Ալագյազի փեշերը Բաք եմ յարի սնշերը Ալագյազի փեշերը Բա հետո Ախ նինո մի հատ էլ ու շատ բարձր ախ նինո կարող եմ խնդրել տեսնել բոլորի ձեռքերը վերևում
Aramուսի լավ գազարը զարդարել է մեր բազարը Aramուսի լավ գազարը զարդարել է մեր բազարը Ատամ չունիս տարկից ատամ չմնաս հոգուտ բարդական Ատամ չունիս տարկից ատամ չմնաս հոգուտ բարդական Ասեք ծնունդ կա այսօր Միասին դեր եկեք ասենք շնորհավոր Ես հավատում եմ, որ հունիսի 7-ից հետո ասելու ենք շնորհավոր Շատ սկացված եմ Շատ մեծ, պետք է տեսնեմ բոլոր հրազդանցիների ձեռքերը վերևում Բոլորի են հետևում եվս Շատ եմ խնդրում Բոլորս միասին Գնաց Աչ Ձա Անհավանական եք Շնորհակալ եմ շատ Շատ եմ փոխվել Սարգնացիս ինձ Քաղիաման Բութալս տարոն Սերնից վարեցեր Տվիաման Պողի ճիգարս տարոն Ատելիքը կակա չէ Կամիզոնա ձանա Իմյանը կապուտա չէ Կամիզոնա ջերմով դոշը տանա Կամիզոնա ձանա Կամիզոնա ջերմով դոշը տանա Կամիզոնա ձանա Կամիզոնա ջերմով դոշը տանա Ես եմ շատ շնորհակալ Շարունակում եմ Եթե շարունակում եմ Ահա Քանի որ Այստեղ են արդեն Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները Դեմ չեք լինի չէ որ շատ բարձր ծափահարություններով Եվ ողջունենք Եվ ևս մեկ անգամ նվիրենք
հայ սիրտ է ուժեղ Հայաստանի։ Պատրաստ եք։ Չէ, հրազան, չէ, ոնց որ պատրաստ չեք։ Պատրաստ եք։ Այ ես ուրիշ բան։ Եռագույնները վեր, դրոշները վեր։ Րանմատ հայցարը կամուց շի օրորվի, որ հավատ հայ բարը համեր արևի, անդացար ես դարը հային չի խնայել, ծանրացած ես քարը ժամեք հայքայել, ես ողքիտ եմ, ուժը հոգիտ է, ել իմ Հայաստան, հայ սիրտեր էր ներում, վեր է ելնելու, ուժ տա, լույս տա, մեզ վեր տանի, հայ սիրտեր էր ներում, նոր է ելնելու, սեր տա, թև տա, Հայաստանի, ուժեղ, Հայաստան, հավատքիս անուն է հայր Սուրբ Հոգի Քրիստոս, մեր մեծ բարձրայուն է տղերքի հերոս, երազանք ու նպատակ պետք է պահենք անվախ, հայկական երկնքի տակ քեզ տեսնենք Արցախ, ես ողքիտ եմ, ուժը հոգիտ է, իմ Հայաստան, հայ սիրտեր էր ներում, վեր է ելնելու, ուժ տա, լույս տա, մեզ վեր տանի, հայ սիրտեր էր ներում, նոր է ելնելու, սեր տա, թև տա, Հայաստանի, Մինչև վերջ, տրամադրությունը, ուժեղ, Չա, ուժեղ, Հայաստան, ես կողքիտ եմ, ուժը հոգիտ է, ել իմ Հայաստան, ուժեղ Հայաստան, ես ու դու քեզ պահապան, հայ սիրտեր էր ներում, նոր է ելնելու, սեր տա, թև տա, Հայաստանի, հայ սիրտեր էր ներում, վեր է ելնելու, ուժ տա, լույս տա, մեզ վեր տանի, հայ սիրտեր էր ներում, նոր է ելնելու, սեր տա, թև տա, Հայաստանի, ուժեղ, Հայաստան, շնորհակալ եմ շատ, առողջ եղեք, խաղաղ և ուժեղ, կհանդիպենք։ Գոտայքի մարզկենտրոն, հզոր էներգետիկայի, արդյունաբերական մեծ պատմության և ուժեղ մարդկանց քաղաք Հրազդան, ողջույն ձեզ! Ողջույն ուժեղ հրազդանցիներ։ Ուժեղ Հայաստան դաշինքը այսօր այստեղ է, ձեր կողքին, ձեր հարկի տակ։ Մենք եկել ենք վերահաստատելու այն ուղին, որով պիտի վավերականացնենք մեր հայրենիքի հզորությունը։ Մեր այսօրվա հանդիպման մշակութային հատվածը ընդհատվում է քաղաքական ելույթներով, որից հետո համերգը վստահաբար շարունակվելու է ձեր կողմից շատ սիրված երգիչների կատարումներով։ Քաղաքական առաջին ելույթի համար բեմը արտակ ենք հրավիրում ՀԱՅԱՔՎ ազգային քաղաքացիական միավորման վարչության անդամ Արեգ Ավգուլյանին, բայց մինչ այդ միասին բոլորս վանկարկում ենք և հիշում ենք փոփոխության համարը, փոփոխության համար 3, փոփոխության համար, այո,
Համեցեք, պարոն Աբգուլյան։ Բարձր ողջուններով դիմավորեք բեմում մեր քաղաքական թիմին, ուժեղ Հայաստան դաշինքի անդամներին։ Հեռու մոտիկ ընկերներին, աշխարհներին, արևներին, հրաման հոգիներին, բոլոր նրանց, ում որ հոգին վարվում է վար, բոլոր նրանց հոգիներին արևավար, արևաշատ հրազդանին, ողջույն, ողջույն, ողջույն։ Մենք գիտենք ով ենք մենք, որտեղից ենք գալիս եւ ուր ենք գնում։ Մեզ օտարածին ուղեցույցներ պետք չեն, իմանալու թե որն է հայ դերը այս երկնքի տակ, Հրազդանի երկնքի տակ։ Մեր ուղեցույցը հավաքական հայրն է, մեր փարոսը ազգային ինքնությունն է, մեր նշանաբանը ուժեղ, հզոր, հարատև Հայաստանն է։ Որի բանալին մեր ձեռքում է, իդեմս Հայաստանի Հանրապետության գալիք ղեկավար Սամվել Կարապետյանի և նրա քաղաքական թիմի, որին հունիսի 7-ին մենք մեր միասնական ընտրությամբ կլիազորենք ոչ թե վերցնելու, այլ իմաստավորելու հայաց իշխանությունը, ոչ թե պետական համակարգը կազմաքանդելու, այլ պետական ողնաշարը ուղղելու իշխանությունը, ոչ թե նեղ անձնական կարիքները պետության հաշվին հոգալու, պետական բյուջեի հաշվին ոյաժներ կազմակերպելու, պարգևավճարներ շռայլելու, այլ պետական բյուջեի հաշվին սոցիալական արդարությունը Հայաստանի Հանրապետությունում վերականգնելու համար։ Դիմում եմ հակառակ ճամբարի հետևորդներին, հակառակ ճամբարի, իմ հայրենակիցներին, որոնք կուրորեն հավատում են խաղաղության կեղծ օրակարգին և սոցիալական սին բարեփոխումներին, մահկանացու փրկչի և կեղծ մարգարեի գաղափարին։ Հունիսի 7-ին միացեք մեզ և վերջ դրեք հասարակական ցնցումներին և պառակտմանը։ Բոլորս միասին քվեարկում ենք համար 3-ին։ Մեզ խաբեցին 2018-ին և 2021-ին, բայց մենք չենք խաբվելու 2026-ին, որովհետև մերժելու ենք հակահայկական օրակարգը, հակապետական օրակարգը, հակազգային օրակարգը, որին սպասարկում են հենց այս իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Ժողովուրդ ջան, սիրելի հրազդանցիներ, սա ճակատագրական ընտրություն է, որովհետև երրորդ անգամ չխաբվելու համար մենք պետք է ընտրենք համար 3-ին։ Եկեղեցին չկորցնելու համար մենք պետք է ընտրենք համար 3-ին և հայ մնալու, ուժեղ, հարատև և հզոր Հայաստան ունենալու համար մենք պետք է ընտրենք համար 3-ին, իդեմս Սամվել Կարապետյանի քաղաքական թիմի։
Շնորհակալություն։ Շնորհակալ ենք պարոն Արեգ Սավգուլյանին, սիրելի հրազդանցիներ, իմ թիկունքում կանգնած գերպատրաստված պրոֆեսիոնալ թիմի կատարմամբ եւ ձեր հզոր ոգեղեն աջակցությամբ շատ շուտով ունենալու ենք ինչ ուժեղ Հայաստան, ուժեղ ավելի բարձր, ուժեղ այո Ամյոնի մոտ ենք հրավիրում հանրային քաղաքական դաշտի ամենաակտիվ եւ սկզբունքային հաստատակամ գործիչներից մեկին, ուժեղ Հայաստան դաշինքի անդամ Էդգար Ղազարյան։ Սիրելի հրազդանցիներ, այսօր Հայաստանի Հանրապետության պետական տոնացույցում շատ կարևոր եւ նշանակալի օր է։ Հանրապետության օր։ Այն նշանավորվում է 1918 թվականին առաջին անգամ պետականության կազմավորմամբ։ Այդ պետությունը ստացավ Հայաստանի Հանրապետություն անունը։ 1990 թվականի օգոստոսի 23-ին, երբ Հայաստանը վերագտավ իր անկախությունը, Հայաստանի անկախության հռչակագրով այդ պետությունը կոչվեց վերստին Հայաստանի Հանրապետություն, կրճատ անվանումը Հայաստան։ 2026 թվականի հունիսի 7-ին մեր բոլորի միասնական քվեարկության առնվազն 1,500,000 հայերի երրորդ համարի քվեաթերթիկի քվեարկության արդյունքում այդ Հայաստանը դառնալու է ուժեղ Հայաստան։ Այս խորհրդանշական օրը այսօր առավոտյան Սարդարապատի հուշահամալիր էին այցելել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը եւ ուժեղ Հայաստանի մեր թիմակիցները։ Այլ մարդ այսօր այնտեղ չկար։ Բայց նույն օրը խափանվել է մեր վեհապար հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիր։ Հայրենիքի գողերը փորձում էին արգելել մեր վեհապարին բարձրանալ Սարդարապատի հուշահամալիր եւ աղոթ հղել առնստված մեր պետականության կերտողների համար։ Դա նրանց չի հաջողվել։ Եվ այսօր վեհապար հայրապետը անարգել բարձացել է Սարդարապատ Նարեկ Կարապետյանի եւ իր ընկերների հետ, փոխանցելու մեզ բոլորի Սամվել Կարապետյանի պատգամը, որ մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան։ Սիրելի հրազդանցիներ, 2018 թվականին այս հրապարակը եւ ոչ միայն այս Հայաստանի մյուս բոլոր հրապարակները լեցուն էին մարդկանցով։ Մարդիկ փոփոխություններ էին ուզում, մարդիկ խաղաղություն էին ուզում, մարդիկ արդարություն էին ուզում, մարդիկ համերաշխություն էին ուզում, բայց ինչ ստացան նրանք դրանից հետո այս 8 տարիների ընթացքում։ Ստացան պատերազմ, ստացան կորուստներ, մարդկային, տարածքային, նյութական։ Այսօր մենք քայլում ենք Հրազդանի փողոցներով եւ Հրազդանի շենքերի պատերին տեսնում այս քաղաքի այն հերոսական զավակների պատկերները, ովքեր իրենց կյանքն են տվել հանուն հայրենիքի։ Իսկ այսօր հայրենիքի գողերը, դավաճանները ուրանում են նրանց զոհողությունը, նրանց զոհողության վայրը մեր հայրենիքը չեն ուզում համարել։ Սա չի ներվելու եւ հիմա փորձում են վախի, շանտաժի, ատելության մթնոլորտով մարդկանց հետ պահել ուժեղ Հայաստան ունենալու իրենց գաղափարից ու տեսիլքից։ Դա չի հաջողվելու։ Ուզում եք մարդկանց վստահությանն արժանանալ։ Ներկայացրեք ծրագրեր, ներկայացրեք խոստումներ, վստահություն առաջացրեք մարդկանց մոտ, որ կարող եք փոխել նրանց կյանքը։ Դա դուք չեք կարող, դրա համար եք ստիպում, դրա համար եք վախեցնում, դրա համար եք ուժ կիրառում մարդկանց նկատմամբ։
Սա հիմա եք անում, իսկ հունիսի 7-ը լինելու է այդ մարդկանց ձեր պատասխան տալու ժամանակը, եւ նրանք այդ պատասխանը կտան 3-րդ համարի քվեաթերթիկով, եւ այդ ժամանակ մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան։ Շնորհակալ ենք։ Քաղաքական հաջորդ ելույթի համար խոսքը տրամադրում ենք ուժեղ Հայաստան դաշինքի անդամ, մեր քաղաքական ծրագրերի ամուր, հիմքերի եւ երկրում արդարության վերականգնման տեսնականի ներգծելու խոսքը փոխանցելու համար ուժեղ Հայաստան դաշինքի խորհրդի անդամ Արամ Վարդևանյան։ Բարև ձեզ, սիրելի հրազդանցիներ ջան, այո, ժողովուրդ ջան, 2021 թվականին ձեզ եկել էին և խոստանում էին ապագա, ձեզանից ոչ մեկին չէին ասում, որ Արցախը հայաթափվելու է, որ բարեկեցությունը չի լինելու, ձեզ ստում էին, 2018 թվականին ձեզ ասում էին, որ մեկ իշխանություն 10 տարուց ավել չպետք է պաշտոնավարի, հիմա եկել ձեզ ասում են, որ ուզում են 13 տարի պաշտոնավարել, դրան մեր պատասխանը այն է, որ փոփոխությունները գալիս են, փոփոխություն, փոփոխություն, ժողովուրդ ջան, 5 տարի առաջ մեզանից շատերը գիտակցում էին այն տագնապը ու սպառնալիքը, որ կար մեր անվտանգության, մեր պետականության առջև, այսօր հիմա մենք խոսում ենք, երբ Արցախում չկա գեթ մեկ հայ, երբ մեր հայրենիքում ադրբեջանական օկուպացիա կա, մենք խոսում ենք այն պայմաններում, երբ տեսնում ենք այն տագնապ, այն հրեշավոր ծրագիրը, որ Հայաստան բերեն դրանց հազարավորներով, 100,000-ներով, դրա համար ինչ ենք ասում, հունիսի 7-ին գնում ենք ընտրության, որ դրանք չգան, որ սրանք գնան, այո, ժողովուրդ ջան, դուք համոզված եղեք մի բանում, Են ատելությունը, են վիրավորանքը, են անհասկանալի վարքագիծը, որ դրսևորվում է, դա մի բանի համար է, իրենք չունեն ծրագիր, իրենք չունեն ասելիք, որովհետև իրենք միայն սուտ են ասել, ու հիմա էլ են ստում, են նույն մարդիկ, որ ասում էին, սահմանադրության փոփոխության կարիք չկա, մի հատ հարևան երկրի ասածով, հիմա արդեն սահմանադրության փոփոխությունից են խոսում, ժողովուրդ ջան, մենք ուժեղ Հայաստանը ձեզ ասում է, ունենք կոնկրետ ծրագիր, 300,000 աշխատատեղից մինչև 1 միլիարդ դոլարի ներդրում տուրիզմի ոլորտում, մենք մեր հայրենակիցների բարեկեցության հարցը պետք է լուծենք, Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է լավ ապրի, ժողովուրդ ջան, դուք վստահ եղեք մի բանում, իշխանությունը պատկանում է ձեզ, իշխանությունը պատկանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, ու դուք ձեր ասելիքը ասելու եք, ժողովուրդ ջան, հունիսի 7-ին ես վստահ եմ դուք ձեր ասելիքը ասելու եք, դուք ասելու եք այո փոփոխությանը, ասելու եք այո բարեկեցությանը, ասելու եք այո ուժեղ Հայաստանի
Հայաստանին։ Դրա համար ժողովուրդ ջան, փոփոխությունների համար, ժողովուրդ ջան, եկեք մի հատ կարևոր բան անենք, եկեք նենց անենք, որ ամբողջ Հրազդանը, ամբողջ Կոտայքի մարզը իմանա, թե փոփոխությունների համարը որն է, փոփոխությունների համար, ուրիշ բան ժողովուրդ ջան, մի բան է ասեմ, այսօր մայիսի 28-ն է, մայիսի 28-ը մի հետարքիր բարերել ունի, չէ իրա մեջ, վստահ եմ սաղըտ հիշում եք, չէ, բարերը մոտավոր սենց էին, ասում էր, հիշատակըտ միշտ փառավոր, շիրիմիտ լույս քրիստա փոր, մայիս 28 շնոր հավոր գինիլից, ընգեր ջան գինիլից, խմողացանուշ, խմողացանուշ, մայիս 28 շնոր հավոր գինիլից, ընգեր ջան գինիլից, խմողացանուշ, խմողացանուշ, այո, Աստված պահապան ժողովուրդ ջան, Սիրելի հրազդանցիներ ջան, ողջունում եմ ձեզ։ Ես այսօր չէի պլանավորել այստեղից խոսել, բայց չկարողացա։ Կոտայքի մարզը իմ մարզն է։ Հրազդանցիներին շատ լավ եմ ճանաչում ու ես գիտեմ, թե դուք ինչ թասիբով ժողովուրդ եք։ Ես մի խնդրանքով եմ ուզում ձեզ դիմել, որ դուք էլ ձեր հերթին, ձեր հարևանների, բարեկամների, ձեր ընկերների, ոչ միայն Հրազդանի, այլ ամբողջ Հայաստանի Հանրապետության ձեր ծանոթների հետ խոսեք եւ փոխանցեք։ Խնդրում եմ փոխանցեք մեր ծրագրերը։ Խնդրում եմ փոխանցեք, որ իրենք պարտավորեն ամսի 7-ին գնան ընտրության։ Եթե դուք չեք ուզում 300,000 ադրբեջանցիներ գան, բնակվեն այստեղ, ուրեմն դուք պետք է գնաք ընտրության։ Եթե դուք ուզում եք ապրել արժանապատիվ, ուզում եք ապրել իրական ուժեղ Հայաստանում, այո, դուք ամսի 7-ին պետք է գնաք ընտրության և պետք է ընտրեք որ համարը, փոփոխությունների համար, փոփոխությունների համար, փոփոխությունների համար, փոփոխությունների համար 3-ը մեզ բերելու է վարչապետ Սամվել Կարապետյանին։ Սամվել վարչապետ, Սամվել, ես ձեր ցավը տանեմ, այսենց համախմբված, այսենց թասիբով ամսի 7-ին գնում ենք ընտրության ու բերում ենք փոփոխություն մեր Հայաստանին։ Հիմա սիրով ուզում եմ խոսքը փոխանցել մեր մշտապես պայքարող ընկեր, բայց այս իր վերջի պայքարն է հաղթական, Արեգա Հովսեփյան։ Ողջույն, ուժեղ Հրազդան, ողջույն։
եմ մեզ բոլորի շնորհավորել այս կարևոր օրվա կապակցությամբ։ Ասել, որ մենք հաղթանակած ժողովուրդ ենք, ասել, որ մենք հաղթանակող ժողովուրդ ենք, անկախ նրանից ինչ են մեզ ուզում համոզել, անկախ նրանից նրանք ովքեր են, մենք հայ ազգն ենք, հայ ազգը, որը ուժեղ է և պահանջում է ուժեղ առաջնորդ։ Սիրելի ժողովուրդ, ինչ ենք մենք այսօր տեսել։ Այսօր տեսել ենք, թե ինչպես ռազմական շքերթի բեմահարթակից սեփական հրամանատարին դանակահարածը, ով որ բանակի պետ է այսօր, և բանակում չծառայած գերագույն գլխավոր չհրամանատարը բեմից խոսում հայրենիքից, բանակից և արժանապատվությունից։ Դուք դրա իրավունքը չունեք, քանի դեռ Բաքվում են գտնվում մեր հայ ռազմագերիները, քանի դեռ օկուպացված են Հայաստանի տարածքները Ջերմուկում, Գեղարքունիքում, Արարատում, Տավուշում, քանի դեռ այս ամենը չի վերականգնվել, դուք անվտանգությունից, խաղաղությունից խոսալու իրավունք չունեք։ Եվ այս ամենը կարող է վերականգնվել միայն այն ժամանակ, երբ պարտված 3 պատերազմ բերած ղեկավարը հեռանա։ Սիրելի ժողովուրդ, գալիք ընտրությունները պարզապես ընտրություններ չեն։ Շատ եք լսել նման խոսույթ, բայց սա իրապես այդպես է, որովհետև սա ընտրություն է 300,000 ադրբեջանցի բերողի և 300,000 աշխատատեղ ստեղծողի միջև։ Իմիջայլոց, ես հիմա գալիս եմ հանրային հեռուստատեսությունից, որտեղ որ տեղի էր ունեցել բանավեճ կամ բանավեճի նման մի երևույթ, որից հետո ԿՊ-ական ներկայացուցիչը հայտարարել է, որ ինքը հաղորդում է տալու հանցագործության մասին իմ վերաբերյալ, որովհետև ես խոսում եմ և խոսելու եմ 300,000 ադրբեջանցիների պլանի մասին, որը որ մենք, դուք միասին ձախողեցնելու ենք, որպեսզի այս իշխանությունները չանեն դա։ Եվ դրա ամենաճիշտ, ամենակարճ ձևը ընտրությունների գնալն է և քվեարկել համար 3։ Եվ վերջին անգամ, երբ որ ես այստեղ խոսք էի ունենում, դիմել էի Հրազդանում ապրող, ինչպես որ գիտեմ շատ են ապրում այստեղ արցախցիներին։ Եվ ինչպես միշտ, սիրելի արցախցիներ, մռավասար են նման պանտկացիք, հաղթանակը լինելու է, հաղթանակի համարն է, համար 3, ապրեք։ Իսկ ինչ ենք ունենալու համար 3-ը ընտրելուց և ուժեղ Հայաստանը վավերականացնելուց հետո ունենալու ենք ուժեղ առաջնորդ Սամվել Կարապետյանին, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել, ավելի բարձր, Սամվել վարչապետ։ Այո, սիրելի հրազդանցիներ, թույլ մարդիկ բերում են դժվար ժամանակներ, դժվար ժամանակները ծնում են ուժեղ մարդկանց, իսկ ուժեղ մարդիկ բերում են ուժեղ ժամանակներ։ Մեր քաղաքական ուղերձը ամփոփելու
եւ մեր դաշինքի անելիքները եւ գաղափարները ներկայացնելու համար բեմարտակ ենք հրավիրում եռանդուն ու գաղափարական գործիչ, որի խոսքում կա հավատ, պայքար եւ պատասխանատվություն, մեր երկրի ուժեղ ապագայի նկատմամբ ուժեղ ապագա կերտող Նարեկ Կարապետյան։ Ողջունում եմ ձեզ, սիրելի երազդանցիներ ջան։ Այսօր ես ուզում եմ խոսել ձեզանից, ուզում եմ խոսել հրազդանից։ Ձեզանից պետք է իրար հետ մի հատ նայենք 18 թվականից այսօր ինչ է ստացել հրազդանը։ Ով ունի ծանոթ, որ աշխատել է հրազդանի ցեմենտի գործարանում։ Խնդրում եմ ձեր բարձրացրեք։ Բարևան, բարեկամ։ Հիմա իրենք գործ ունեն 18-ից հետո։ Ով ունի ծանոթ, որ աշխատել է պատնեշ ընկերությունում, արտադրությունում։ Հիմա գործ ունեն։ Ով ունի ծանոթ, որ աշխատել է գազի բալոնների գործարանում։ Հիմա գործ ունեն։ Հրազդանին պատուհասած բարդությունները այսպիսին են։ Փակվել է 3 գործարան։ Մատին չի տրվել գործարանների վերականգնման։ Ձեր բարեկամները, ձեր շրջապատի մարդիկ տունը էլ չեն կարողանում պահեն, որովհետև այդ գործարան բացողները ով պետք է բացեր։ Այդ ժամանակ զբաղված էին եգիպտացորեն ուտելով, պարելով, Ֆրանսիա գնալով, բայց ոչ Հայաստանի արդյունաբերական հսկային վերագործարկելուն գոնե մի ժամ հատկացնելուց։ Ես ձեզ մի բան եմ ուզում ասեմ եւ այս խոսքը ուզում եմ դուք ֆիքսեք։ Հրազդանի ցեմենտի գործարանը 8 ամսվա ընթացքում փոփոխություններից հետո մենք վերագործարկելու ենք։ Պատնեշը 8 ամսվա ընթացքում, 7-8 ամսվա ընթացքում փոփոխությունից հետո ստանալու է պատվերներ, վերագործարկվելու է։ Հրազդանը դառնալու է Հայաստանի արդյունաբերական կենտրոնը։ Երբ ես սենց եմ ասում, հնարավոր է դուք չպատկերացեք հողի վրա դա ինչ է նշանակում։ Տասնյակ միլիոնավոր դոլարների աշխատավարձեր, հազարավոր մարդկանց գործի տեղեր։ Հրազդանը գտնվում է Հայաստանի կենտրոնում, սահմաններից հեռու, երկաթուղային լավ գծի վրա, էներգետիկ կենտրոնն է, ամենաիդեալական տեղն է իր աշխատասեր բնակչությամբ արտադրություններ հիմնելու, որով ես զբաղվել եմ, մինչև ես քաղաքականությամբ զբաղվել եմ։ Ու ամեն շաբաթ եղել եմ Հրազդանում ու տեսել եմ ձեր աշխատանքը։ Ասեմ ավելի հաճելի գործեր կան այս քաղաքականությունը։ Հայաստանը ունենալու է արդյունաբերական մի քանի կենտրոններ, բայց Հրազդանը ամենախոշորն է լինելու։ Մարդիկ աշխատանքի խնդիր էլ չեն ունենալու, ժողովուրդ։ Մի քանի տարվա ընթացքում ուզում եմ ուշադրություն դարձնենք։ 1 տարի չէ, 2-3 տարվա ընթացքում դուք շին հրապարակները այստեղ կտեսնեք։ Ձեր քաղաքը բախտի բերմամբ հայտնվել է Հայաստանի ամենահետաքրքիր զարգացման գոտում։ Ու դուք տեսնելու եք այդ փոփոխությունը։ Պատնեշը վերակազմակերպելու է եւ դառնալու է հայկական ռազմական արդյունաբերության հիմքերից մեկը։ Ինչու է սա կարևոր։ Եթե մարդիկ գործ չունեն, ճիշտ է, ասֆալտը արվում է, ժողովուրդ, բարձուրը կա, բայց գործ 3 գործարան է ձեր քաղաքում փակվել։ Մեկը պետք է պատասխանատվություն կրի։ Տեցը, Հրազդանի տեցը, եթե իրենց հույսին թողեին, էտել էին ուզում նույն օրին արժանացնեին։ Լավ է, նոր տեխնոլոգիաներով նոր լուծումներ ենք ման գալիս։ Մեզ պետք է երկրի ղեկավարությունը կոնկրետ զբաղվի մի բանով, աշխատատեղերի ստեղծումով։ Դա ստեղծելու է միջին խավ մեր երկրում։ Մարդիկ հնարավորություն են ունենալու կրթության տալ իրենց երեխաներին։ Մարդիկ չեն լքելու Հայաստանը։
մնալու են Հայաստանում։ Մեզ պետք է, որ հայերը չլքեն Հայաստանը։ Իսկ հիմա գանք մեր խոսույթի երկրորդ հատվածին։ Իսկ եթե հայերը աշխատանք չունենան, հայերը լքեն Հայաստանը, ով է զբաղեցնելու այդ տեղը հայերի։ Ուրեմն ձեզ պատմեմ, այսօր Չարենցավանում մի փոքր ներկայացրել եմ, բայց ձեզ ուզում եմ ավելի լայն պատմեմ մի պատմություն։ Ուրեմն իմ հարազատ շրջանում Տաշիրում մենք ունեինք մի գյուղ, որի անունն էր Մեծավան։ Գյուղը Վրաստանի սահմանի վրա էր։ Սահմանից այն կողմ փոքր ադրբեջանական գյուղ էր Վրաստանում։ Փոքր 88 թվականին ադրբեջանական գյուղի դպրոցը մի մանկապարտեզի չափ տեղ էր։ Մեծավանի հայկական դպրոցները 3-ն էին։ Անցել է 35 տարի, ավել։ Ժողովուրդ, Մեծավանում փակվել են համարյա բոլոր դպրոցները բացի մեկից։ Մեծավանում մնացել է մեկ դպրոց, իսկ մի քանի 100 մետր սահմանից այն կողմ ադրբեջանցիները սարքում են իրենց երկրորդ մեծ դպրոցը։ Երեխաները շատ են, իրենք շատանում են ու Բաքվի հետ ուղիղ կապ ունեն։ Ավտոբուսներով Բաքու այդ գյուղ, Թբիլիսի այդ գյուղ չկա կապ։ Բաքու այդ գյուղ հատուկ ֆինանսավորվող ավտոբուսներ են դրված։ Ֆինանսավորումը ադրբեջանայինի դասերը։ Հայաստանի սահմանից մի կիլոմետր հեռավորության վրա։ Ադրբեջանը ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանը ակցիանի մեջ վերցնի։ Հիմա ձեզ մի բան ասեմ։ Ադրբեջանի նախագահը 2 ամիս առաջ հայտարարել է, որ իրենք պետք է վերադառնան, մի անգամ ես այստեղ առաջի անգամ կարդացել եմ դա։ Հայաստան ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ 2 ամիս առաջ է հայտարարել, 2.5։ Ադրբեջանի մոլլայի տեղակալը հայտարարել է, Փաշազադեի տեղակալը, որ մի քանի 100 մզկիթ են ունեցել իրենք այստեղ, որը պետք է վերակառուցվի եւ հանձնվի Փաշազադեին։ 70 օր առաջ 5-6 օր առաջ Նախիջևանում հայտարարել են Արևմտյան Ադրբեջանի ֆորում։ Գալիս ենք Հայաստան, մեկը միացնում ենք ոչ մի խոսք դրա մասին։ Մեր ժողովրդին կուրացնում են, մեր ժողովրդին չեն ցույց տալի աշխարհում ինչա կատարվում։ Մեզնից զատ, հետո մենք սյուրպրիզի առաջ են կանգնում։ Թե ոնց եղավ մեր մեջքի հետև պայմանավորվեցին։ Մեր մեջքի հետևը չեն պայմանավորվում, մեր աչքի առաջ են պայմանավորվում։ Բայց մենք չենք տեսնում էդի։ Հիմա կասենք Ադրբեջանն ասում է։ Մենք ոչ թողեցինք ադրբեջանցիներին։ Լավ, եկեք նայենք ինչ ա ուզել Ադրբեջանը ու ինչ ա ստացել։ Ադրբեջանը ուզում էր Արցախի շուրջ 5 շրջանները։ Ստացավ։ Ադրբեջանը ուզում էր Լաչինն ու Կարվաճառը։ Ստացավ։ Ադրբեջանը ուզում էր ամբողջ Ղարաբաղը, հետո ստացավ։ Ադրբեջանը ուզում էր Սյունիքում ճանապարհ, իր երկրի հետ կապ չունի այդ ճանապարհը։ Ոչ մի բան հետ կապ չունի այդ ճանապարհը։ Ստացավ։ Ադրբեջանը ուզում էր սահմանադրություն փոխենք։ Հայտարարեցին, որ փոխում է։ Ժողովուրդ ի՞նչն է ուզել, որ չեն տվել այս մարդիկ։ Ինչ է ուզել Ադրբեջանը, որ այս մարդը ասել է չէ, ու 3 ամիս հետո էլ ասել չէ։ Սկզբից ասում է չէ, հետո ասում է հա։ Հետո գալիս է մեզ համոզի, որ այլապես կլիներ չգիտեմ ինչ։ Այդ ոնց է։ Ուրիշ երկրներում տենց խնդիր չի լինում, մենակ մեր մոտ է լինում։ Հայաստանի ազգային ժողովի նախագահ հայտարարում է, որ մենք պետք է սովորենք ապրել ադրբեջանցիների հետ, որ իրանցից շատերը հնարավոր է գան, որ պետք է առևտուր սկսենք իրանց հետ անել։ Հայտարարում է սոցիալ նախարարը ազգային ժողովի հարթակից, որ մենք պետք է սովորենք, որ Հայաստանը մենակ հայերի համար չի։ Այ մարդ, այդ ոնց եղավ ադրբեջանցիք չապրեցին հայերի հետ։ Ադրբեջանը մենակ ադրբեջանցիքի համար է, Բաքվից, Սումգայիթից ժողովրդին քշեցին, Արցախից ժողովուրդը ստիպված ելավ։ Հայաստանը վերջին հայկական հողն է մնացել հայկական բարձրավանդակում հայերով բնակեցված։
Հիմա էլ ասում են, պետք է սովորենք, որ այլազգեր էլ պետք է այստեղ ապրեն։ Այդ ձեր ծավը տանեմ, 10%-ն է մնացել, կլինի ես էլ մերը մնա։ Ասում են Եվրոպան կվերահսկի, Ժորժան, Սաֆարովը, որտեղ կացնա արեց հայկական զբանակի սպային, Հունգարիայի կենտրոնում, իր քնած ժամանակ նատոյի զորքերի ներկայությամբ, մի հայ չեն կարում պաշտպանը Եվրոպայի կենտրոնում, այս մեր լեռներում, ոնց են մեզ թուրքերից պաշտպանելու, գիտեք ոնց, ցավակցություն են հայտնելու, մտահոգություն են հայտնելու, մտահոգվելու են միշտ, ինչն է մեր ասածը, մեր կառավարությունը առաջինից բանը ինչ պետք է անի, ընդունելու է Սաֆարովի, հակասաֆարովյան օրենք, ինչա դա իրա մեջ ներառում, ոչ մի ադրբեջանցի խաղաղության պայմանագրի ստորագրելուց հետո, իսկ պայմանագիրը ստորագրվելու է, ոչ մի ադրբեջանցի իրավունք չի ունենալու, Հայաստանում գնի հող, Հայաստանում գնի տուն, Հայաստանից նվեր ստանա որևէ բան, 10 օր մենակ կարան գան ու գնան, խաղաղությունը ստորագրվելու է, որովհետև ինչ կար տալու տվել է այս մարդը արդեն, բայց կա թույլ խաղաղություն, ուժեղ խաղաղություն, թույլ խաղաղությունը իրանց խաղաղությունն է, թուրքերով ամենված, ուժեղ խաղաղությունը, հայկական Հայաստանի խաղաղությունն է, որտեղ հայերն են ապրում այս երկրում, ու որը զարգանում է, գործարանները տասնյակներով չեն փակվում, այս է ուժեղ խաղաղությունը, ու մենք սրան ենք գնալու, Հակասաֆարովյան օրենքը գործելու է 100-ամյակներ ստեղ։ Սիրելի երազդանցիներ, մեր երկրի զարգացումը մոտ է, մեր երկիրը առաջնորդ է ունենալու, ով գումարի խնդիր չունի, ով գիտի, դուք էլ գիտեք, տեսեք, ինչեր է նա կառուցել, ինչ արտադրություններ է ստեղծել, տնտեսությունից ոնց է հասկանում, մեր երկրի զարգացումը մոտ է, բայց մի բան պետք է անենք բոլորով, այդ մի բանը պետք է անենք, ով չի գնում ընտրության, իրա ձենը գնում է Փաշինյանին, ով չի գնում ընտրության, քո ձենը գնալու է Փաշինյանին, գնա ընտրության, ասա ոչ, Հրազդանը առանց գործարան թողած, պետական պարտքը ավելացրած ու մարդկանց վրա մունատ եկող իշխանությանը, փոխենք մեր երկրի առաջնորդին, որ իրանք գնան ստեղից, փոխենք մեր երկրի առաջնորդին, որ նրանք չգան ստեղ, շնորհակալ եմ ձեզանից, սիրելի երազդանցիներ, այս լավ, այս սրտագին նոր ես շատերի հետ շփվեցի, ընդունելության համար, որպես հուշ, եթե դուք դեմ չեք, գիտեմ տարիքով մարդիկ էլ կան, կարող են նկարվենք իրար հետ, կարող եք ով հեռախոս ունի, միացնի, եթե հնարավոր որ շատ գեղեցիկ լինի, միանումա, շատ սիրունա, մի քիչ է կսպասենք, մի քիչ էլ հրաշալի է, այո, շարժելով, այո, Հայաստան, ուժեղ Հայաստան, Ուրան մոտ հայցարը կամուտ չի օրորվի, որ հավատ հայ բարը հաներ արևի, անդադար ես դարը հային չի խնայել, ծանրացած ես քարը, ժամեք հայքայել, ես կողքիդ եմ ուժեղ հոգիդ եմ, շատ գեղեցիկ է, շարունակենք, հայ սիրտեր էր բերում, Vere ելնելու, ուշտա, լույստա, մեզ վերտանի, հայ սիրտեր էր բերում, նոր է ելնելու, սերտա,
անուն է հայր Սուրբ Հոգի Քրիստոս մեր մեծ պաստարյուն է տղերքի հերոս երազանք ու նպատակ պետք է պահենք անվախ հայկական երկնքի տակ կեսեցնենք Արցախ ես կողքիդ եմ ուժը հոգիդ է իմ Հայաստան հայ սիրտ տերերներում վեր է ելնելու ուշ տա լույս տա մեզ վեր տանի հայ սիրտ տերերներում նոր է ելնելու սև տա թև տա Հայաստանի Ձեր վստահությունն ու ներկայությունը մեր հաղթանակի երաշխիքն ու անկասելի ուժն են։ Շնորհակալ ենք ոգեղեն եւ ջերմ ընդունելության համար։ Միասին փոփոխություն ենք բերելու, կառուցելու ենք ուժեղ Հայաստան եւ հիշեք, փոփոխության համար երեք շնորհակալ ենք։ Ուժեղ Հայաստան, ուժեղ Հայաստան։ Ավելի բարձր։ Ուժեղ Հայաստան։ Սիրում ենք ձեզ։ Սիրելի հրազդանցիներ, մեր պայքարի ոգին բարձր պահելու եւ ձեզ ոգևորելու ու աջակցելու համար հրազդանում հյուրընկալել են երգիչների օրինակելի գերդաստան, որոնց ռազմական եւ հայրենասիրական երգերում միշտ ներկա է հայրենիքը, ազգային երգի եւ մշակույթի ներկայացուցիչներ, ում երգերը աշխարհի բոլոր ծայրերում եւ յուրաքանչյուր հայի սրտում տակ ու անշեջ են պահում հայրենիքի գաղափարը։ Դիմավորեք Իսպիրյանների գերդաստան, բեմում է Արաբո Իսպիրյանը։
Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, հաղթանակը մոտ է եւ ուզում եմ շնորհավորել իմ հայ ազգի տոնը բարձր ծափանենք Հայաստան աշխարհի համար։ Շնորհակալ եմ սիրելի հրազդանցիներ ջան, քանի որ տեսնում եք մարզերով շրջագայելով գալիս ենք, եկե հասել ենք ձեզ մոտ։ Ես այս խոսքը միշտ բեմից ասում եմ, թե հայրենիքում, թե Սփյուռքում, իմ շատ սիրելի հայ ազգ, չհանեք ձեր սուրբ խաչը
Աստված պահապան մեր երկրին, մեր ազգին։ Շնորհակալ եմ շատ-շատ, սիրելի հայրենակիցներ։ Այսօր մայիս 28-ի օրվա կապակցությամբ երգի պրեմիերա ենք արել, ես եւ եղբայրս Աղասի Իսպիրյանը։ Եկեք մի հատ բարձր ծափարենք Աղասի Իսպիրյանիս համար եւ բարձր ծափարենք մեր սահմանում կանգնած արծիվների բարձր։ Եվս մեկ անգամ եկեք բարձր ծափարենք զինվորների համար, ծափ, 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 ծափ։ Երկս տարել սահմանին, ըվեք իմ աղբերներին, թող ուղեկցի ձեզ բարի, Երկս կտամ տղերքին, սահմանի արծիվների, թող ուղեկցի ձեզ բարի, ձեր բռնած այս ուրգոցի, թող ուղեկցի ձեզ բարի, ձեր բռնած ուրգոցի։ Բարձր ծափարենք Աղասի Իսպիրյան։ Շնորհակալություն ծափերը Արաբոյին եղբորս։ Ինչպես եք սիրելի հրազդանցիներ, բարձր ձեր ձայնը։ Շարունակում ենք համերգային երեկոն։ Եվ պիտի խնդրեմ շուրջ բարերը շարունակենք սիրելի երիտասարդներ, մեր հայ աղջիկներ։
Շնորհակալություն սիրելի ռազդանցիներ, տեսնում եմ այնտեղ քոչարի ենք ապարում մի մասը գեղեցիկ շուրջ պար, շատ գեղեցիկ ու հայկական է։ Շարունակում ենք նույն ձև։ Եկեք գնանք Հայաստան, բոլորիս էլ կանչում է հողն ու ջուրը հայկական։ Եկեք գնանք Հայաստան, ջան Հայաստան, բոլորիս էլ կանչում է հողն ու ջուրը հայկական։ Երեք հայեր միանակ, մեր երկիրը ետաղնակ, հերիք է իչքան պիտի, օտարության մեջ մնակ։ Երեք հայեր միանակ, մեր երկիրը ետաղնակ, հայրենիքը սպասում է, մեզ բոլորիս անդառնակ։ Եկեք գնանք Հայաստան, ջան Հայաստան, բոլորիս էլ կանչում է, հողն ու ջուրը հայկական։ Եկեք գնանք Հայաստան, ջան Հայաստան, բոլորիս էլ կանչում է, հողն ու ջուրը հայկական։ Բրավո հայաստանցիներ, բրավո։ Իմ սրբազան հայրենիք, իմ տուն ու տեղ ընտանիք, կարոտել եմ երկիրս, իմ Հայաստան աշխարհը։ Իմ սրբազան հայրենիք, իմ տուն ու տեղ ընտանիք, կարոտել եմ երկիրս, իմ Հայաստան աշխարհը։ Եկեք գնանք Հայաստան, ջան Հայաստան, բոլորիս էլ կանչում է, հողն ու ջուրը հայկական։ Եկեք գնանք Հայաստան, ջան Հայաստան, բոլորիս էլ կանչում է, հողն ու ջուրը հայկական։ Եկեք գնանք Հայաստան, ջան Հայաստան, բոլորիս էլ կանչում է, հողն ու ջուրը հայկական։ Եկեք գնանք Հայաստան, ջան Հայաստան, բոլորիս էլ կանչում է, հողն ու ջուրը հայկական։ Եկեք գնանք Հայաստան, ջան Հայաստան, բոլորիս էլ կանչում է, հողն ու ջուրը հայկական։ Շատ հզոր է, շնորհակալություն սիրելի Հրազդան։ Եվ ես ուզում եմ բեմահարթակը տրամադրել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյան։
Շնորհակալություն։ Բարի երեկո, սիրելի հրազդանցիներ։ Նախ ուզում եմ շնորհավորել հայրենիքի սրբության սփռոց մայիս 28-ի առթիվ բոլորիս սիրելի հրազդանցիներ, Ղարաբաղյան ազատամարտի ժամանակ ձեր ժողովուրդը անմասնիկ չմնաց։ Ակամայից ուզում եմ հիշեմ իմ ընկերներիս հրազդանցի Մհեր Հարությունյանին ճուտին և Աբո Ալավերդյանին հրամանատար, որ իրենց կյանքով գնեցին և ազատեցին իրենց թափած արյամբ Արցախը, դժբախտաբար այսօր Արցախը հանձնվեց։ Ժողովուրդ ջան, այսօր ճակատագրական ընտրություններ են ձեր առջև, ես կուզենայի ամեն մեկը ձեր խղճի հանդեպ իբր հայրենասեր հայ, ձեր ընտրությունը կատարեք լիարժեք, որպեսզի ունենանք ուժեղ և հզոր Հայաստան։ Արցախն էլ հետ կբերենք, հլը մեր մյուս տարածքներն էր, ժողովուրդ ջան։ Իսկ հիմա, թե որ հայ ես, հայ մնա։ Մայրողի ուժն է արկայծում մեր սրտերի մեջ։ Սուրբ նախնիների անմահ ոգիները, անպարտելի ուժ, մեզ են զորակցում։ Հայքի անունով իր սերունդը կոչվեց հայկազունք, իսկ երկիրը հայք,
Հայմանա։ Ժողովուրդ ջան, հունիսի 7-ին ընտրությունը ճիշտ կատարելուց հետո ոչ մի հայ չի բացակայի հայրենիքից, բոլորը կվերադառնան հայրենիք, շնորհակալություն։ Շնորհակալություն ենք հայտնում Իսպիրյանների ամենահայրենասեր ընտանիքին եւ եւս մեկ անգամ բարձր ծափողջուններ Իսպիրյանների Գերդաստանին։ Սիրելի հրազդանցիներ, այսքանով մեր հանդիպումը ավարտվում է, բայց ուժեղ Հայաստանը Հրազդանում նոր է սկիզբ առնում, ձեր կամքով, ձեր համախմբվածությամբ, ձեր միասնական կամ արտահայտությամբ եւ քվեով հունիսի 7-ին ունենալու ենք ինչ? Ուժեղ միասին ենք փոփոխություն բերելու, կառուցելու ենք ուժեղ Հայաստան եւ հիշեք, փոփոխության համարն է, համար 3, սիրում ենք բոլորիդ եւ շնորհակալ ենք։